Սիրելիներ, նախքան քարոզը հիշեցնեմ ձեզ, որ գալ ուրբաթ օրը ամսի 21-ին Սուրբ Մարիամ Աստվածածնի ընծայման տոն է տաճարի։ Այդ արդին մատուցվելու է Սուրբ եւ անմահ պատարագ մեր եկեղեցու պատարագի սկիզբը 10:30։ Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն։ Շնորհ ընձեզ եւ խաղաղություն Աստուծո հորմե մեր եւ իդյարնե Հիսուսե Քրիստոսե։ Շնորհ ձեզ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց եւ Հիսուս Քրիստոսից։ Սիրելի հավատավոր զավակներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ֆիլիպեցիներին ուղղված Սուրբ Պողոս առաքյալի այս ողջունը, որ աստվածային շնորհն ու խաղաղություն է փոխանցում, նա գրում է բոլորին՝ ռոմիացիներին, կորինթացիներին, գաղատացիներին, եփեսացիներին, կողոսացիներին, թեսաղոնիկեցիներին, ասելով. մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։ Եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի։ Խաղաղություն եղբայրներին եւ սեր հավատով հանդերձ Հայր Աստծուց եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Շնորհ բոլոր նրանց, որոնք սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին անկեղծությամբ։ Սիրելիներ, շնորհը միայն տաղանդը չէ, շնորհը աստվածային օրհնությունն է, զորակցությունն է, օգնությունն ու հովանավորությունն է, աստվածային բարեհաճությունն է ու առանձնաշնորհումը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մեր հավատքի կյանքը։ Եվ իսկապես առանց Աստծո շնորհի եւ խաղաղության հնարավոր չէ աստվածահաճո եւ հանգիստ խղճով ապրել առավել եւս քրիստոնյայի համար, որովհետեւ ճարի որոգայթները շատ են եւ ամենուր։ Մարդու համար մոլորվելը, սխալվելը, ընկնելը, սայթակելն ու մեղանչելը բնական են։ Բնական են նաեւ հավատքի մեջ, բայց առանց Աստծո շնորհի եւ օրհնության, առանց աստվածային իմաստության եւ զորության հնարավոր չէ դրանք հաղթահարել։ Մարդը կարող է գիտակցաբար եւ կամ էլ անգիտակցաբար, կամա թե ակամա մնալ մեղքի մեջ, կարող է խոնարհաբար խոստովանել իր մեղավորությունը, կամ էլ արդարացնել ինքն իրեն։ Քրիստոնյայի համար սեփական կարծիքները, վարմունքները, գաղափարներն ու քայլերը ճիշտ համարելը, սեփական անձի արդարացումը ճիշտ ճանապարհ չեն։ Ադամն ու Եվան դրախտում անգամ սխալվեցին։ Նրանք ականջ դնելով օծին մեղքի մեջ ընկան եւ անհնազանդ գտնվեցին Աստծո նկատմամբ եւ իրենց արդարացնելու համար իրենց մեղքը չընդունեցին։ Քրիստոնյայի համար կարևոր է ամեն հարցում իմանալ Աստծո կարծիքը, Աստծո կամքը, որովհետեւ մարդը սխալական է։ Միայն Տերն է ամենագետ, ամենաիմաստուն, անսխալական եւ մարդու փրկությունն է կամենում։ Իսկ մարդն իր փրկությունը, իր համար բարոր կյանքը, իր բարեկեցությունը ցանկանալով է հենց բազում սխալներ թույլ տալիս։ Բազում մեղքերի մեջ ընկնում, թե երիտասարդության տարիներին եւ թե ծերության, թե խաղաղ պայմաններում, թե հատկապես փորձության ժամին։ Լինի հարուստ թե աղքատ, այո, Տերը ներում է մարդկային մեղքը, բայց շատ դեպքերում մարդիկ իրենց կյանքը ապրում են առանց մեղքերի գիտակցման։ Ուստի աղոթներում մարդ պետք է խնդրի,
որ Տերը բացի իր աչքերը, որ տեսնի իր աչքի մեջ եղած գերանը եւ ոչ թե ուրիշի աչքի միջից ճյուղը, որովհետեւ նույնիսկ հավատքի մեջ մարդը կարող է տեսնել ավելի շուտ ուրիշի մեղքերը, քան թե իր մեղքերը։ Եվ մարդն իր աղոթներում պետք է խնդրի մնալ եւ հարատևել Աստծո շնորհի մեջ, որովհետեւ ինչպես ասում են, երբ որ գնում է շնորհը, գալիս է մարդկային պատկերացումների ծնունդ հանդիսացող արդարության պահանջը, որը ինքնին ծնունդ է տալիս հաշիվների, վեճերի, կռիվների, հաշվեհարդարների, հարաբերությունների պարզաբանման։ Մինչդեռ Աստվածային շնորհը մարդուն դարձնում է հնազանդ, խոնարհ, համբերատար, սիրո եւ խաղաղության մեջ է պահում։ Եվ մարդը հեռու է մնում այն ամենից, ինչը նրան հեռացնում է Աստծուց եւ նրա բարի կամքը կատարելուց եւ կխլի իր խաղաղությունը։ Քրիստոնեական հավատքի բանալին մարդկային հարաբերությունների մեջ է։ Հովհաննես առաքյալն ասում է. եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն եւ ատի իր եղբորը, սուտ է խոսում։ Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը, ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը։ Եթե դու լեզու չես գտնում մարդկանց հետ, ուրեմն կաղում ես հավատքիդ մեջ։ Երկու հավատավոր մարդ կարող են վիճել, եւ յուրաքանչյուրը իրեն համարի ճիշտ ու արդար, բայց պետք է քննել սեփական անձը եւ իմանալ Աստծո կամքը, թե տվյալ դեպքում մենք ինչպես պետք է վարվենք, հնազանդվենք, ներենք, թե ներում խնդրենք, մոռանանք, զիջենք, սիրով հաշտություն փնտրենք, լռենք, թե որ մեր առջև մեր երկրի եւ ազգի թշնամին չէ, այլ այն մարդը, որն Աստծո կամոք մեզ հետ նույն տեղում է, որը մեր ծնողն է, բարեկամն է, ամուսին է, ընկերն է, հարևանն է, ծանոթը կամ վերադասը, գործընկերը կամ զավակը։ Սիրելիներ, բոլորի հետ հարաբերությունները պետք է կառուցենք քրիստոնեաբար, առանց թշնամանքի, առանց հիշաճարության, առանց վիրավորանքների, առանց բամբասանքի ու դատելու, առանց անընդհատ ինքներս մեզ արդարացնելու, առանց հաշվի առնելու տվյալ անձը արժանավոր է թե ոչ, որովհետև Քրիստոս խաչվեց բոլոր մարդկանց համար եւ վերջում չասաց այս մարդիկ արժանի չէին, որ ես նրանց համար խաչվեցի, այլ ընդհակառակ ասաց Տեր ներիր նրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում։ Բոլորի հետ հարաբերությունները պետք է կառուցենք սիրով, համերաշխությամբ, ներելով, զիջելով, ինչ որտեղ սեր տալով, մոռանալով ամեն չարիք։ Երբ որ Տերը սովորեցնում է մեզ ասելով եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած, հավելյալ բացատրում է։ Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Բայց մենք մարդիկս ուրիշին մեղավոր եւ սխալ հանելու եւ մեզ արդարացնելու հարցում միշտ ունենք մեր բայցը։ Այո, պետք է ներել, բայց այսպես է արել, այսպես է անում եւ այլն։ Ֆիլիպեցիներին ուղղված նամակում Սուրբ Պողոս առաքյալը հորդորում է.
եղեք միաշունչ, միախորհուրդ, մի արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին ավելի լավը համարեցեք, քան ինքներդ ձեզ։ Միայն ձեր շահը մի փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք իր ընկերոջ շահը թող փնտրի։ Ձեզանից յուրաքանչյուրը թող խորի այն, ինչ որ կա Հիսուս Քրիստոսի մեջ։ Սիրելի հավատացյալներ, մենք հոգևորականներս այսօր էլ եւ մշտապես սիրով փոխանցում ենք ձեզ առաքելական ողջունի խոսքը մեր եկեղեցու հավատավոր զավակներին հորդորելով հարատևելու Քրիստոսի սիրո, շնորհի եւ խաղաղության մեջ, որպեսզի չարի փորձություններն ու կյանքի տարբեր հանգամանքները պատճառ չդառնան ձեզ Աստծուց հեռանալու, հավատքի մեջ երերալու, հույսը չկորցնելու բոլոր տեսակի մարդկային հարաբերություններում, քրիստոնեաբար եւ սիրով վարվելու ու մարդկային հարաբերությունների նկատմամբ վստահությունը պահպանելու համար։ Թողտերը օրհնի եւ առաջնորդի ձեզ։ Թողտերը ձեզ իմաստության շնորհ պարգևի, որպեսզի կարողանաք աստվածապարգև ձեր կյանք ապրել սիրով, խաղաղությամբ, մեկը մյուսի հարգելով, գնահատելով եւ Աստծո ներկայությունը միշտ զգալով ձեր մեջ այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն